Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց որոշման նախագիծ, որով Սիրիայի սոցիալ-տնտեսական ծանր վիճակում հայտնված բնակչությանը կտրամադրվի մարդասիրական օգնություն։ Նախագծի համաձայն կառավարությունը կտրամադրի 49 միլիոն դրամ օգնության միջոցառումները կազմակերպելու նպատակով։ Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աջակցության կարիքը պայմանավորված է Սիրիայում ընթացող իրադարձություններով, որոնք մեծ թվով մարդկանց զրկել են կենսական անհրաժեշտ միջոցներից։ Հայկական կողմից ցուցաբերվող օգնությունը ներառելու է առաջին անհրաժեշտության մթերք եւ դեղորայք, ուղղված սոցիալ-տնտեսական առաջնային կարիքների ապահովմանը։ Մասնավորապես նախատեսվում է հետևյալ վերաբաշխումը՝ 25.9 միլիոն դրամ առողջապահական եւ լաբորատոր նյութերի ձեռքբերման համար, 23.1 միլիոն դրամ կենցաղային եւ հանրային սննդի նյութերի մատակարարման համար։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են Հայաստանի Հանրապետության բուհերում 2025-2026 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով արկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ ու ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը ըստ բուհերի եւ մասնագիտությունների։ Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության բուհերում վճարովի ընդունելության համար հատկացված 10,000 տեղերը բաշխվել են, հաշվի առնելով նախորդ տարվա ընդունելության արդյունքները եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված հայտերը։ Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը եւ այս տարի կգնի շուրջ 28000 տոննա խաղող, յուրաքանչյուր 1 կիլոգրամի դիմաց վճարելով 140 ՀՀ դրամ։ Շարունակելով խաղողագործների հետ աշխատելավոճի հետևողական եւ ընդգրկուն մոտեցումը, Երևանի կոնյակի գործարանն այս տարի եւս շարունակում է խաղողագործներին խորհրդատվության, ինչպես նաեւ միջազգային հավաստագրերով երաշխավորված բուժանյութերի արտոնյալ պայմաններով տրամադրումը։ Խաղողի գնման մեկնարկի ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ, կախված եղանակային պայմաններից եւ խաղողի հասունության տեխնիկական պարամետրերից։ Ավելին, խաղողի ընդունման ժամանակացույցը Երևանի կոնյակի գործարանի գյուղատնտեսները նախապես կտրամադրեն խաղողագործներին, ստեղծելով մատակարարման հնարավորինս հարմարավետ պայմաններ։